Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այս ելույթս համարեք հատուկ թողարկում, շատ կարևոր և տարածեք հնարավորինս շատ։ Ինչ է գրում կապիտուլյանտը իր էջում, գրել է Հիսուս Քրիստոսի պահով և հետո շատ արագ 5 ժամ հետո հանել է այդ գրառումը։ Գրառման իմաստը սա է եղել, որ մոտակա օրերս կառավարության նիստում կքննարկվեն Հիսուս Քրիստոսի անձի մասին, թե ինչպես նա կարող էր լույս աշխարհ գալ առանց տղամարդու կպչելու մայրամին, ինչպես նա կարող էր գալ լույս աշխարհ։ Դու նայեք ուր է խորացել, արդյոք դա հնարավոր էր, մենք պետք է քննարկենք, մենք պետք է հասկանանք այդ երևույթը, թե ինչպես դա կարող էր լինել։ Ուրեմն տեսեք սա ինչ է նշանակում։ Ամբողջ աշխարհի քրիստոնյա ազգերին վիրավորանք է հասցնում, պետության ղեկավարներին, որոնք նույնպես կան հավատացյալ մարդիկ։ Սա արդեն անցել է իր բոլոր չափ ու սահմանները։ Արդեն այնքան է խորացել, որտեղ սա անպատժելիության նշանն է, որ այսօր մտել է Աստծո գործերի մեջ և փորձում է Աստծո որդու ծնունդը դնել կասկածի տակ և ուզում է մարդը պարզաբանի, ճշտի կառավարության նիստում իր նման հավաքված գյոտերի հետ միասին, սատանիստների հետ միասին, թե եկեք հլը մի հատ պարզենք, թե ոնց կարար Հիսուսը լույս աշխարհ գար առանց տղամարդու կպչելու։ Դուք հասկանում եք սա ուր է մտել։ Եթե մենք ազգ ենք, սրան պետք է պատժենք։ Եթե մենք ազգ ենք, այլ ոչ թե փալաս, պետք է մորթենք սրան, իր ընտանիքի անդամներին էլ, իր կնգան էլ, իր սաղ թիմակիցներին էլ, դրանց ընտանիքների անդամներին էլ։ Սրանք արդեն անցել են իրենց բոլոր չափ ու սահմանները։ Ես չեմ ուզում անպագորգոր հայրանքներ տամ, որովհետև այստեղ խոսքը Հիսուսի մասին է։ Տեղին չի լինի, հարիր չի լինի, ամոթ է։ Սա ամբողջ աշխարհի ողջ հավատացյալ քրիստոնյա կրոնին է մարտահրավեր գցում։ Դու հետով ես դարել այ ճիվախ, այ աննասուն, այ ոչնչություն, այ վիժվածքի բալա, այ ներրի բալա, արա այ կեղտ, ես չգիտեմ հազիվ եմ ինձ զսպում, որ չհայու եմ։ Դու հետով ես դարել, որ Հիսուս Քրիստոսի անձն ես արդեն բերել օրակարգ կառավարության նիստում ձեր գյոթերով ու լեսբիянքով, պետք է քննարկեք արդյոք այդ մարդը եղել է, չի եղել, արդյոք առանց տղամարդու միջամտությամբ ծնվել եւ այլն, ոնց կարար նման բան լիներ։ Դու գնա քեզ քննարկի քեզ, որ մեր այդ բոզ է եղել, թե դու ումից ես ծնվել, այ աղբի տղա, եւ քո կողքինները, այդ քո թիմակիցներն ու քո կառավարության անդամները։ Դուք հələ կառավարության նիստ պետք է հրավիրեք, արա։ Դու այդ ինչ իրավունք ունեք, այդ քո ասած այդ ինչ դուխ ունես, որ դու մարտահրավեր ես նետում, ձեռնոց ես նետում ամբողջ քրիստոնեական աշխարհին եւ թքում ես ամբողջ քրիստոնյա հավատացյալ ժողովրդի հոգու ու սրտի մեջ։ Այդ Վատիկանը մի կողմ, աշխարհի ղեկավարների մի կողմ, ոչ մեկ նման իրավունք իրար չի վերապահում, անգամ նման բան կասկածի տակ չեն դնում, անգամ մուսուլմանական մզգիթներում Հիսուսին որպես մարգարե են ընդունում, նրան Իսա են ասում, ընդունում են նրա Աստծո որդի լինելը։ Դու ով ես դարել, որ դու նորից եմ կրկնում, արա այ կեղտ, այ զուգարանի ապրանք, այ քակ արա, դու ոնց պետք է սաղ մնաս։ Ես զարմանում եմ սան չի սաղ մնացեմ ինչև իմ արա հարունը տարից է գանգիս։ Մորթել, սաղ է սատանիստերին, արա։ Ես սրա հերն եմ մանիցել, արա, սա պետք է չսատկի, սա պետք է կրակի մեջ վառանում վառվի, որպես վիրուս, որպես կեղտ վերանա աշխարհի երեսից։ Եվ այս ամեն ինչը հանդուրժվում է։ Մտեք համացանցերում կտեսնեք իր այդ գրառումը, հետո շատ արագ տեմպերով հանել այդ գրառումը, որովհետև դեսպանություններից զանգահարել են եւ աշխարհի տարբեր երկրներից են, որտեղ պետության ղեկավարը, երբ որ համացանցում մի բան է գրում, իր էջը բոլորի աչքի առաջ է, թիվ 1 աչքի առաջ, բոլորը տեսնում են նա ինչ է գրում։ Զանգահարել ասել են, հանետ, այ աննասունի սերունդ, այդ ինչ ես գրել։ Դու հետով ես դարել, արա, այ ճիճու, դու ով ես դարել, արա։ Դու ով ես դարել, որ մտել ես այնտեղ, որտեղ անելիք չունես։ Աստծո ճանապարհներն անքննելի են։ Մարդն արդեն իր ծնունդով է մեղավոր, քանի որ անունը մարդ է։ Եթե նա նորածին երեխա է, մեղ չի գործել, կմեծանա կգործի, ինչ եղե, կհայուի է, լեվի էլ կգնա։
սպանություն էլ կանի, նարկոտիկ էլ կօգտագործի, ով մաքուր կմնա, կփրկվի, բայց մարդը մեկը իր ծնունդով մեղավոր է։ Հենց այնպես չէր Հիսուս ասում, դու առաջինը քարկցի այն մարդը, ով երբեք սխալ չի գործել։ Անկամ փոքրիկ սխալը վիրավորանքը դիմացինից, դա արդեն մեղք է։ Դուք ես փալասին տեսեք, իրան դրելասար պիտեղ մարգարեի տեղ, ես սատանիստ ները եւ Հիսուսի հարցն է դնում օրակարգում քննարկության ոնց կարար Մայրամը ծնդաբերեր առանց տղամարդու միջամտության։ Սա սենսացիա է, ես նման բան չեմ տեսել։ Մտեք Հրանտ Ավետիսյանի էջում էլ կա այդ գրառումը դրած, համացանցում էլ է պատտվում։ Հոպարջան էջում էլ կա, մեծ հայքի էջում էլ կա, մեր հայրենիք էջում էլ կա, դրված է ու լայքողներին տեսեք, ինչքան մարդ են լայքել եւ ինչքան մարդ են ընդեր գրել։ Սա խայտարակություն է եւ արագ տեմպով վախեց է, հասկացել է, թե ինչ սխալը թույլ տվե 5 ժամ դա էջի վրայով հանել է, թե չէ գնալով, պետք է սատանիստները իրենց բացահայտեին։ Շատերն ասում են միգուցե դա ֆոտոշոպ է, ֆոտոշոպերը ինքներդ եք, որ ձեր աննասուն ուղեղները, տավարներ, մինչև հիմա չեք հավատում, թե նա ով է, այսքան բան արեց, դուք հələ կասկածի տակ եք դնում, որ դրանից հնարավոր չի նման բան։ Եկեղեցու վրա է հարձակվում, ամեն ինչ անում է, թքում մրում է, ոտեր է սրբում։ Khi դուք կասկածում եք, որ պետք է Հիսուսի պահով էլ չխոսար, որ դուք խոտ չեք ուտում, արա մարդ եք, թե ես չգիտեմ թե ինչ դուք։ Ես հասկանում եմ ձեզ, ուղղակի ձեր գանգատուփի մեջ չի տեղավորում, որ այդ ները կարա այդքան խորանա։ Այո, խորացել է ու շատ հանգիստ էլ խորացել է։ Այդ պոռնկացին, այդ վիժվածքը, այդ տականքը խորացել է, այո։ Սա այս ամբողջը նորից եմ ասում, սա հանդուրժողականության, անասնական, տավարական, չգիտեմ ոչխարական հանդուրժողականության նշան է սա։ Ինչքան կարելի է լավ հանդուրժել, այս աննասունին լավ, ինչքան կարելի է հանդուրժել այն մարդ։ Ինչքան կարելի է հանդուրժել, ինչքան հանդուրժեք, մենք իրանից վատն ենք ելնում, ուրեմն մենք մարդ չենք, մենք տականք ենք, զիպիլ ենք, արա որ դրան հանդուրժում ենք։ Ինչքան կարելի է հանդուրժել։ Նորից եմ ասում։ Նա պետք է մորթվի, նա կապել է մեր հավատքին։ Ամբողջ աշխարհում մեկ նման օրենք կա։ Ես արտասահմանում, Բրյուսելում մի քանի մուսուլմաններ եմ ծեծել անձամբ երկաթի արմատուրով, որ կապել են իմ հավատքին։ Եկանից բռնեցին տարան։ Ասեցին ինչի համար ես արմատուրով ջարդը 7 հոգու գլուխ արունի մեջ շաղաղել ես։ Ասի իմ հավատքին են կապել։ Ոնց? Ասի տենց։ Ասես քո հավատքով քոսկը մորթենք, թքած ունեն քո հավատքի վրա։ Ես էլ խփել եմ, լավ եմ արել։ Նա կապել է իմ հավատքին։ Հասկանում եք, միջազգային օրենք կա։ Հավատքիդ կպնելը դա նշանակում է քո ինքնասիրությանը, քո արժանապատվությանը, քո կրոնին, դա շատ զգուշ մի երևույթ է, մի բան է, որ իրավունք չունես։ Եվ ինձ ինչ ասացի, դուք ասած եք, պարոն, միսիո կարող եք դուրս գալ եւ գնալ։ Լավ եք արել, որ ջարդել եք գլուխները։ Եվ նրանց ձերբակալեցին ու տարան։ Ինչից եք վախենում։ Նա կպել է մեր հավատքին, նա թքում է մեր հոգու սրտի մեջ։ Մենք կարանք ամբողջ այդ իրավունք ունենք նրան մորթելու եւ նրա ընտանիքի անդամներին եւ նրա թիմակիցներին բոլորին։ Սրանք պետք է բոլորը մորթվեն ու վառարանների մեջ վառվեն։ Ես այդ պիղծ մամայի եղած չեղածը։ Այսքանը մտածեք եւ խորեք։ Հաջողություն։